Դեք ինչ ցավալիորեն պիտի ասեմ, որևէ ակնկալիք չունենք, որովհետև կարծում եմ, որ այսօր ՄԱԿ-ը իր ֆունկցիաները չի կատարում բոլորովին, սա առաջի դեպքը չի։ Սա ինձ թվում է ֆիկտիվ ինչ-որ մի կառույց է, բայց դե ինչ արած ուրիշ ելք չունենք, որովհետև ամեն ձևով տանջվում ենք մեր գերիների համար եւ դրա համար եկել ենք, որ անկեղծ եմ ասում, առանձնապես հույս չունեմ, բայց դե ինչ արած, հիմա պիտի տեսնենք, թե ինչ կլինի մեր վիճակը, ընդհանրապես մեր Հայաստանի վիճակը շատ ծանր է, շատ անմխիթար վիճակում ենք, դե փորձում ենք ինչ որ կարողանում ենք, ինչ որ ձևով անենք, մեր բողոքի ձայնը բարձրացնենք, տեսնենք, բայց առանձնապես ակնկալիք չունեմ։ Իսկ տեղյակ եք, որ այն կազմակերպությունը, որը եզրակացություն է տվել Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ, կապ ունի թուրքական մեծահարուստների, ադրբեջանցի մեծահարուստների Բնականաբար, իհարկե դա շատ ստոր քաղաքականություն է, որ այսօր աշխարհում մեկ տանում են, առավել եւս այդ թուրքական կառույցները, որ ամեն ձևով ուզում են հայերին, հայ ժողովրդին եւ Հայաստանին ճնշել։ Իհարկե կապ ունեն։ Նույնիսկ միամիտ կլինի, եթե մտածենք, որ կապ չունեն։ Այստեղ ակցիայի մասնակիցներից շատերը պնդում են, որ հայլային էֆեկտը Ադրբեջանում դատում են օրինակ Ռուբեն Վարդանյանին, Հայաստանում դատում են Սամվել Կարապետյանին եւ երկուսն էլ իշահ Ադրբեջանի են անում։ Դուք համաձայն եք այդ թեզին։ Իհարկե, որտեղ երկուսն էլ շատ հզոր հայեր են եւ բնականաբար թուրքը պիտի վախենա հզոր հայերից։ Եվ միշտ է եղել, դարեր շարունակ է եղել, միշտ այդպես հզոր հայերին դատել են եւ հիմա էլ նույնը շարունակվում է։ Իհարկե։ Դե չգիտեմ ինչ պիտի լինի, Աստված օգնական լինի, Աստված բարին կատարի, փրկություն տա այդ մարդկանց, որոնք այդքան եւ ոչ միայն Ռուբեն Վարդանյանը, այլև մյուս մեր բոլոր գերիները, նրանքից յուրաքանչյուրը հրաշալի հայեր են եւ հանիրավի այնտեղ պահվում են, որովհետեւ Բաքուն ուզում է պահել այդ հզոր հայերին, որպեսզի ինքը լինի անվտանգ։ Այդքան մի բան։